Ես ճիշտ գիտեմ, դուք առաջադրվել եք քաղաքացիական պայմանագիր համամասնական ցուցակով, այո։ Դուք նաև ես գիտեմ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի թիմակիցներից եք եղել ժամանակին, ճիշտ է։ Հայազգային կոնգրեսի հիմնադիր վարչության անդամ եղել, այո։ Տեսեք, իշխանությունը Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ է տրամադրված Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի նկատմամբ։ Այստեղ դուք կաշկանդվածություն չունեք, լինելով Տեր-Պետրոսյանի թիմակից, հիմա ուզում եք քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ ցուցակում լինել, եթե հետագայում նաեւ падգամավորության տեխնացու լինել։ Նախ ես համամիտ չեմ, որ գործող իշխանությունը կոշտ վերաբերմունք ունի։ Այն ճանապարհը, որը ես անցել եմ ու այսօրվա կառավարության եւ ոչ միայն կառավարության իշխանությունների առանցքային տարբեր ֆիգուրներ անցել են այդ ճանապարհը, մենք այդ ճանապարհը չենք ուրանում, այդ ճանապարհը շատ կարեւոր ճանապարհ է եղել։ Ես վարչության անդամ եմ եղել, մյուսը ուղղակի ակտիվիստ է եղել եւ այլն, մենք դա չենք ուրանում, դա շատ կարեւոր է եղել, դա մեզ հարստացել է, դա համալսարան է եղել մեզ համար։ Եվ ես ձեզ մի շատ հատկանշական բան ասեմ։ Մենք հիմա այն գիծն ենք առաջ տանում, որը տանում էր Լևոն Տեր-Պետրոսյանը այդ տարիներին։ Զարմանալիորեն Հայազգային կոնգրեսը, չեմ ասում Լևոն Տեր-Պետրոսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները հաճախ մի քիչ տատանվում են, տարբեր են, բայց Հայազգային կոնգրեսը, եթե հետևեք իրենց պաշտոնական հայտարարություններին, իրենք են շեղվել այն գծից, որը որ տարվում էր 2000-ականներին, 90-ականների վերջին, ընդհանուր մինչև 2012-13 թվականները։ Այդ մենք ենք հիմա տանում այդ գիծը առաջ։ Ու այդ հարցը դուք պետքա ոչ թե ինձ տաք, այլ պետքա տաք Զուրաբյան Լևոնին, Մանուկյան Արամին, ասեք ինչ եղավ, Գրիգորյան Արմանին, Մուսինյան Արմանին, ասեք այդ ինչ եղավ, որ շեղվեցիք այդ գծից։ Ձեր բացատրությունը կա, ինչ եղավ։ Դուք ունեք բացատրությունները։ Ինձ պիտի հարցնեք։ Դուք ասում եք կոշ չի։ Ես ունեմ ենթադրությունը, բայց չեմ կիսի ձեզ։ Շատ լավ։ Ասում եք կոշ չի արտահայտվել։ Օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում է Տեր-Պետրոսյանը Հայաստանում ընտրությունների կեղծարարության պրակտիկայի հիմնադիրն է։ Դրանց ավել կոշտ արտահայտություն ո՞րն է։ Տեսեք, դուք հիմա պարզունակացնում եք այն միտքը, որը Ես մեջբերում եմ Փաշինյանին։ Տեսեք, կոնցեպտուալ հարց է։ Երկրի ղեկավարը, որքանով է պատասխանատու երկրում տեղի ունեցող XYZ երևույթների համար։ Նայած թե ինչ պրիզմայով եք նայում, ինչ ռակուրսից եք նայում, ձեր դիտակետը որն է։ Եթե նայենք այն տեսանկյունից, որ 95 եւ 96 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է երկրի ղեկավար, ապա այո, ինքը պատասխանատու է կեղծված ընտրությունների եւ հանրաքվեի համար։ Կամ եթե նման կոշտ գնահատական չտան, որ հենց կեղծված, ապա եկեք կոչենք խնդրահարույց, վիճելի, վիճարկելի, հա, դուք բառը ընտրեք։ Այդ իմաստով, այո, Լևոն Տեր-Պետրոսյանը կարող ենք համարել, որ պատասխանատու է։ Թե որքանով էր հենց ինքը անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակից այն ամենին, ինչ տեղի ունենում 95-96 թվականներին, ես ունեմ կարծիք, որ ինքը ոչ շարժիչ ուժն է եղել այդ ամեն ինչի, ոչ էլ առանցքային դերակատարը։